պահեր կա մեր կյանքում, որ մենք սարսափում ենք ու դա նորմալ է։ Բայց այդ ձև միշտ ապրել դա նորմալ չի։ Դա պատկերացնում Աստծուն, որ ինքը սարսափելի Աստված է, ընդհանրապես եմ ես ասում։ Սա աղավաղված կոնցեպտ է, պատկերացում է Աստծու նկատմամբ։ Ամեն ինչ նկարագրում է, մենք հասկանում ենք Աստված ինչից է զզվում, ինչ է սիրում, ինչն է ատում, հա, երեխուս անպատվեցի։ Բայց ես ուրիշին բան չեմ արել, չէ՞։ Ինչ մեղք եմ գործել։ Երեխես է, իմ երեխեն չի։ Հա, բայց քո հոս բանը չի, սեփականությունը չի։ Երեխան նույն ձևի մարդ է, նույն ձևի քո մերձավորն է։ Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ձեր եթերում հարցեր հաղորդաշարն է։ Այսօր մենք ընտրել ենք մի թեմա, որը շատ կարևոր է քրիստոնյայի կյանքում, դա Աստծո երկյուղն է։ Խոսենք Հովև Արտուրի հետ այս մասին։ Հովև Արտուր, առաջին իմ հարցը, ինչպես է Աստվածաշունչը բացատրում այս եզրույթը։ Ինչ է դա Աստծո երկյուղ։ Երկու բառով էլ Աստվածաշունչում ասվում է, Աստծո վախ եւ Աստծո երկյուղ, որևէ այդպես առանձնահատուկ տարբերություն չենք նկատում այդ եզրույթների, այդ ասած, այդ բառերի մեջ։ Ընդհանուր առմամբ դա այն հարգանքը, այն ակնածանքը, որ մենք ունենք դեպի Աստված, այն կարևորությունը, այն արժեքը, այն ու սրա նման լավ բաները, որ մենք Աստծո հանդեպ զգում ենք ու ունենք, իհարկե այդտեղ կա այդ ասացի մեջ ամեն դեպքում կա վախ հասկացողությունը, ամեն դեպքում վախ նրա հանդեպ, որ չափերը չանցնենք, չանարգենք, չմեղանչենք, այսինքն որևէ ձև Աստծուն ցավ չպատճառենք, այդ վախը կա մեր մեջ, այսինքն այդ եզրույթը իր մեջ ներառում է այդ հասկացողությունը, սա միայն հարգանք չի, նաև էտա։ Ինչքանով կարելի է համեմատել Աստծո վախը կամ Աստծո երկյուղը հոր հետ հարաբերության մեջ եղած այդ պատկառանքի, հարգանքի, ինչքանով է համեմատելի դա։ Մի կողմից այո, ընտանիքում մենք տեսնում ենք այդ համեմատականը, բայց ըստիս դա չի համեմատվում Աստծո հետ, չի համեմատվում, որովհետև այո, ըստ Աստծո պատվիրանքի մենք պետք է միշտ մեր ծնողներին հարգենք, սիրենք, պատվենք, ու դա բացարձակ ճշմարտություն է, բայց Աստծո հանդեպ ինձ թվում է մի քիչ ավելին է։ Նա մարդ չի, նա այո, մեր հայրն է, երկնային մեր հայրն է, բայց մենք պետք է իմանանք ում հետ գործ ունենք։ Երկու ծայրեղություն ստեղ կա։ Մի ծայրեղությունը, որ նա շատ մեծ է, նա շատ ու մենք շատ հեռու ենք իրանից, մի ծայրեղությունը, որ մենք չկանք, մենք եւ այլն, մի ծայրեղություն էլ, որ դե մեր papan է էլի։ Այս սխալ մոտեցումներ կարան լինեն, երկու մոտեցումները։ Բայց Աստծո հանդեպ իհարկե մի յուրօրինակ ակնածանք մենք պետք է ունենանք ու ես գտնում եմ այդ բառը շատ ճիշտ բառ է։ Ակնածանք։ Չէ, երկյուղ բառը։ Երկյուղ բառը։ Կամ վաղ բառը, շատ ճիշտ բառ է։ Այսինքն մենք իհարկե փորձում ենք կամ ասում ենք, որովհետև այդ ձև ասում ենք, որ դա չի նշանակում այդ սարսափել Իրանից, բայց ամեն դեպքում տասնյակ տեղեր, եթե ոչ 100 տեղ Աստվածաշնչում այդ եզրույթը օգտագործվում է։ Թե հին կտականում, թե նոր կտականում, այսինքն թե եբրայերեն, թե հին հունարեն, բայց էլի գրած է վաղ բառը օրիգինալում, այսինքն պատահական չի դա։ Կա տես բան։ Ինչքան էլ մենք
չեզոքացնենք, ասենք դե դա վաղ չի, բայց կա տես բան։ Իհարկե դա այդ սարսափը չի կամ այդ ահու սարսափի մեջ չենք, այլ սիրո հարաբերության մեջ ենք Աստծո հետ։ Բայց դա ճիշտ բառ է։ Ինչու է Աստվածաշունչը Տիրոջ երկյուղը անվանում իմաստության սկիզբ։ Որովհետև այդ երկյուղի կամ այդ ակնածանքից հետ, դրանից հետո մարդը շատ բաներ կա իրան թույլ չի տալի։ Հա։ Ու մարդը այդ ձև ապրելով ձեռք է բերում իմաստություն։ Հասկանալով, որ Աստծո խոսքն է առաջնահերթությունը, հասկանալով, որ առանց իր կամքի ես ավելավա ոչ մի բան չանեմ, հասկանալով, որ առանց իր թույլտվության ես ոչ մի բան չանեմ, ու նման շատ բաները մարդուն բերում է իմաստության։ Ճիշտ քայլերի, ճիշտ մտածելակերպի։ Ու նաև իհարկե Աստծոց իմաստություն խնդրելով։ Այսինքն ես պետքա հարգեմ, տեղ տամ, առաջնահերթությունը տամ Աստծուն, որ Աստծուց խնդրեմ իմաստություն։ Հակառակ դեպքում ես իմ խելքը ինչ գալիս է, ես դա կանեմ, ու դա իմաստություն չի։ Հայ Իսկ կարելի է ասել, որ Աստծո երկյուղը, Աստծո վախը ազդում է նաև մարդու արժե համակարգի փոփոխության վրա։ Ամբողջական, բայար։ Իր ընդհանուր կյանքի վրա, ամեն ինչի վրա է ազդում։ Լրիվ ուրիշ կյանք է ստացվում։ Հետո մարդը հասկանալով ով է Աստված, նախ առաջի հերթին ամբողջովին իրան ընծայում է Տիրոջը։ Հա։ Ու ապրում է Աստծո կամքը փնտրելով ու կատարելով։ Այո։ Իսկ հնարավոր է որ մարդը առանց Աստծո խոսքի ճանաչության, առանց Աստվածաճանաչության ապրի ունենա այդ Աստծո երկյուղը, այդ երևույթը լինի նրա մեջ։ Այո, այո։ Դա ինչպես է դա կատարվում եւ ոնց է գալի մարդու կյանք։ Հիշենք մենք ոնց ապաշխարեցինք։ Մենք երբ որ ապաշխարեցինք, ես երբ որ ապաշխարեցի, ես Աստված ճանաչություն ասենք ինչ գիտեի, ոչ մի բան։ Հա։ Բայց առաջինը ինչը մարդը գիտակցում է, այդ խորը ակնածանքն Աստծո հանդեպ։ Այդ վախն է, այդ հասկացողությունն է, ում հետ գործ ունի։ Միջև ապաշխարությունը մենք ապրում էինք, նույնիսկ եթե համարում էինք, որ Աստված կա, դա ասես վերացական հասկացողություն էր մեր համար։ Հա։ Օրինակ իմ պարագայում սկետ էլ չի եղել։ Բայց ապաշխարելուց հետո մենք տենց Աստծուն չէինք էլ ճանաչում, բայց արդեն մարդու մեջ կա այդ վախը։ Մի ուրիշ տեսանկյունից մարդիկ երբեմն ապրում են սարսափ Աստծուց։ Այդ վախի հոգին, այդ վախի երևույթը, այդ սարսափի երևույթը Աստծուց, որպեսզի չկանգնեն Աստծո առաջ, այսինքն իրենց պատկերացնում են ու հեռու են փախնում այդ երևույթից։ Որտեղից է գալի։ Ինչից է գալիս, որ մարդը խուսափում է, փախնում է Աստծուց, այսպես ասենք, սարսափում է, քան թե լցվելու ակնածանքով կամ սիրով։ Դա շատ նորմալ երևույթ է։ Ես կասեի դա այդ ձև ապրիկանի հավատացյալը, դա անհավատի անելիք չի։ Հավատացյալը, երբ որ իրոք սարսափում Աստծուց, ուրեմն մեղք կա, ուրեմն կա բան, որ ինքը հասկանում է, որ ընկնելու է կենդանի Աստծո ձեռքը։ Սա հենց ավետարանի մեջ ինչ է գրած, սարսափելի է ընկնել կենդանի Աստծո ձեռքը։ Այսինքն, երբ որ մարդը գիտակցաբար մեղքի մեջ է, երբ որ մարդը ու դա Աստծո ողորմությունն է, որ ինքը նույնիսկ սարսափում է Աստծուց։ Հակառակ դեպքում ասես կմնար իր մեղքի մեջ, կմնար իր վիճակի մեջ։ Սա Աստծո ողորմությունն է, որ մարդը այդ ձև ապրում։ Ես ինքս ապրել եմ դա։ Հասկացել եմ, որ ու դա տանում է լուրջ ապաշխարության։ Դա հենց
իմաստության սկիզբը Աստծո վախն է, հենց դա նկատի ունի, որ հենց այդ ձևի վախն է, որ մարդուն բերում է ճիշտ տեղ, մարդը ապաշխարում է, մարդը գիտակցում է, որ եթե այս ձև շարունակեց, ինչ-որ լավ բաներ չի սպասում իրան, ու դա հենց բերում է լավ տեղ, բայց ասենք, որ մեր քրիստոնեական ամբողջ կյանքը սարսափի մեջ է, ահու վախի մեջ է, ճիշտ չի լինի, հաստատ ճիշտ չի լինի, որտեվ Աստված սեր է, Աստված իր սերը ոչ միայն մենք ցես թեորիապես գիտենք, այլ նաև զգում ենք, լցված ենք, մենք ինքներս ենք սիրում, մենք այդ հարաբերության մեջ ենք, դրա համար այդ ինես չի, որ մենք միշտ սարսափի մեջ ենք, իհարկե ոչ, բայց եթե սխալ բան արեցինք, կգա էդի։ Երբեմն լինում են քարոզներ, ասեք ես խոսակցության հիման վրա հարցս ուղղեմ, որտեղ ասում են, որ Աստծուց պետքա Աստված սերան, ոնց որ ասենք, Աստված սերա, նրա մեջ ողորմությունն է, ներողամտությունն է եւ այլն, ու սարսափել պետք չի, ոնց որ մարդը կարա մարդը ընկնի ես սենց ասած ես անհասկանալի մի հատ բանի մեջ, որ հիմա ես պետք է սարսափեմ, հա, այս մենք պետք է ապրենք Աստծո հետ եւ հավիտյան։ Ամբողջ Աստվածաշունչն է թվում մեզ պարադոքսի գիրք, որտեղ մի կողմից սենց է ասում, մի կողմից սենց է ասում, որ հակասող բան։ Բայց մենք գիտենք, որ Աստվածաշնչում ոչ մի հակասող բան չկա, այլ ընդհակառակը մեկը մեկին լրացնող բաներ է։ Ոնց որ ասեցի մի անգամ էլ ասեմ, պահեր կա մեր կյանքում, որ մենք սարսափում ենք ու դա նորմալ է։ Բայց այդ ձև միշտ ապրել դա նորմալ չի։ Հիմա եթե քարոզա կամ ուղերձա, որ այս պահին սենց է պետք, մյուս քարոզը կարա ուրիշ պահին ուրիշ բան պետք լինի։ Բայց եթե բացառենք ընդհանրապես դա, ճիշտ տեղ չենք եթա։ Որովհետև հենց այդ վախն է մարդուն բերում ապաշխարության։ Օրինակ շատ դեպքեր ես լսել եմ, վկայություններ, որ այն փաստը, որ մարդը վախենում է, ասենք դժոխքից, որ Աստված իր այդ ինչ է անելու, եթե խելքի չգա, եթե չապաշխարի, դա բերում է իրան ճիշտ տեղ։ Համի դա բացառելը ճիշտ չի լինի։ Բայց եթե էլ եմ կրկնում, ասենք, որ միշտ մենք այդպես վախի ու սարսափի մեջ ենք ապրում Աստծո հետ, դա էլ ճիշտ չի։ Սարսափի վիճակից անցնենք մի քիչ sense ասենք հակառակ ուղղությունը, ասենք մեղքի առկայության դեպքում չկա ապաշխարություն, ու մարդը հենվում է Աստծո սիրո, ողորմության, ներողամտության վրա, ասում է Աստված ինձ կների։ Այսա մեղքա համարվում է նման վերաբերմունքը, թե ոչ։ Դե միջև դա մեղք համարվի թե չհամարվի, ինքը արդեն մեղքի մեջ է։ Ըստ քո հարցադրման, ինքը արդեն մեղքի մեջ է։ Համի մի հատ տեսքով, մի հատ ենքով, ու նկատում եմ արդեն ինքը շեղված է։ Եթե մանավանդ գիտակցաբար մեղքի մեջ է, ու ասում է Աստված ողորմած է։ Տեսեք, ավետարանի մեջ ինչ կա, ինչ խորհուրդներ է տալիս։ Ոմանց վախի մեջ, ոմանց սենց, ողորմության մեջ, որովհետև Աստված տարբեր ձև է գործում։ Աստված կարող է մեկին վախով բերի ապաշխարության, բայց նաև ավետարանում գրած է, որ Աստծո քաղցրությունն է մեզ բերում ապաշխարության։ Դրա համար միանշանակ ասես ոչ, վախը չի, քաղցրությունն է, դա ճիշտ է, բայց դա ամբողջականը չի։ Ասես մենակ վախն է բերում, դա ճիշտ է, բայց դա ամբողջականը չի։ Աստված տարբեր ձևեր է գործում, տարբեր ձևերով է մարդուն բերում ապաշխարության։ Հայացում հետ ոնց, ում հետ ոնց։ Համի եթե մեկը գիտակցաբար կամ չգիտակցաբար, ոչ գիտակցաբար մեղքի մեջ է ապրում, ու նա Աստծուց էլ չի վախենում, սենց տնեց ինքը մեղքի մեջ է, վատ վիճակի մեջ է այդ մարդը։ Իհարկե Աստվածավախությունն է իրան փրկելու, վերջին հաշվով։ Եթե դա նա չունի, այլ իր մոտ ունենց հասկացությունը, որ Աստված իրան կհասկանա մի ձև կամ կողորմա,
դա ոչ միշտ կարա գործի, որովհետև բաներ կա, Աստված ամեն ինչ էլ հասկանում է, ամեն ինչ էլ նա ամենագետը, բայց բաներ կա Աստված չի ընդունելու։ Ըստ Աստվածաշնչի եմ ես ասում։ Այդ բաներ կա ինքը զզվում է կամ բաներ կա ինքը չի սիրում։ Այսինքն այս դեպքում սենց ասենք դուրս է գալի, որ այդ աստվածավախություն, Աստծուց վախենալը նույնիսկ սարսափելու երևույթն էլ իրանից ներկայացնում է դրական երևույթ, որը որ դեպքում նայած ինչ սիտուացիա է, որովհետև եթե մարդը այդ ձևա պատկերացնում Աստծուն, որ ինքը սարսափելի Աստված է, ընդհանրապես եմ ես ասում։ Սա աղավաղված կոնցեպտ է, պատկերացում է Աստծու նկատմամբ։ Օրինակ ասեմ, որ մեկին տվեց մի տաղանդ։ Ինքը ինչ ասեց։ Ասում է ես գիտեի, որ դու խիստ այնտեղ որտեղ չես տվել, սենց ես անում, դրա համար ես վախից պահեցի, սենց արեցի։ Դե Աստված էլ իրան ասում է կամ այդ մարդը այդ առակի մեջ այդ Տերը իրան ասում է ըստ քո խոսքերի եմ քեզ դատելու։ Բա եթե ձև էր դու ինչի պահեցիր։ Այսինքն դա ոչ ճիշտ կոնցեպտ է, ոչ ճիշտ վարդապետություն է, եթե մենք ասենք, որ պետք է ահու սարսափի մեջ լինես Աստծուց։ Բայց եթե դա բացառենք, ընդհանրապես բացառենք, ուրեմն այդ 100 քանի տեղերը Աստվածաշունչում որ գրած է, կամ եբրայերեն ու հին հուներեն չկար ուրիշ բառ, միակ բառներ մնացել այդ բառն են գրել, այսինքն ինչ որտեղ պետք է հասկանանք, որ այդ բառն է գրած։ Չի գրած ակնածանք բառը, չի գրած հարգանք բառը, գրած է վաղ բառը։ Ու այդքան անգամներ թե հին թե նոր կտակ առնում։ Դրա համար եմ ես ասում, դա ճիշտ է ներկայացնում ամեն ինչ։ Իհարկե դա այն սարսափը չի, ոնց որ ենթադրենք մարդը զգում է բռնատիրական մի հատ պետության մեջ իր այդ բռնատիրոջ հանդեպ իր ասածին, որ մի հատ բառ չասեմ, իհարկե դա չի դա, բայց ամեն դեպքում մենք պետք է հասկանանք ում հետ գործ ունենք, ով է Աստված։ Ճիշտ կոնցեպտ պետք է մեր մոտ լինի։ Այ խոսեցինք այս մասին մասամբ, այս իմ հաջորդ հարցում այդ հավասարակշռությունը ինչպես պահել Աստծո սիրո ողորմության եւ նրա արդար դատավոր լինելու, նրա արդարադատության, նրա ինչպես այդ հավասարակշռությունը պահենք։ Նայած ինչ նկատի ունենք հավասարակշռություն պահենք, որ ինչ լինի, որ Աստծուն ենք պաշտպանենք։ Չէ, ինչի համար պետք է հավասարակշռություն։ Մեր կյանքում որ չլինի վարդապետական առումով։ Ահա, որ չլինի կողմից շեղվենք ավելի, ասենց ասած, բացի թող վիճակի լինենք, մյուս կողմից չլինենք սարսափի մեջ, սխալ պատկերացման մեջ այս։ Դե դրա համար Աստծո բնավորությունները, Աստծո հատկությունները Աստվածաշնչում նկարագրվում է։ Դա անես չի, որ ես սենց հասկացա, դու տենց հասկացար։ Ամեն ինչ նկարագրվում է, մենք հասկանում ենք Աստված ինչից է զզվում, ինչ է սիրում, ինչն է ատում, ինչը լավ է որ չարվի։ Մենք գիտենք, որ ցանկացած մեղք Աստծո դեմ ուղղված արարք է։ Կամ օրինակ եմ ասում, Աստվածաշնչում ասում է, ես ատում եմ, ապա արձանա։ Դու ուզեւ չես կարող ապա։ Դե հիմա մարդել ասում է, ոչ, ես Աստծուն ճանաչում եմ որպես ողորմած Աստված, ինքը ինձ կհասկանա, իմ դեպքը ուրիշ է։ Միգուցե հույսով է ձև ապրես, բայց ամեն դեպքում պետք է հաշվի առնել, այն ինչ որ գրված է։ Այսինքն Աստծո նկատմամբ, Աստծո վերաբերյալ պետք է ճիշտ վարդապետություն ունի, որպեսզի մարդը հասկանա, որ խաղ անել Աստծո հետ չարժի։ Աստծո հետ լավ ալնես անկեղծ, կեղծավոր նենք մարդը Աստծո հետ գործ չի կարող ունենա։ Աստված ողորմած է, Աստված բոլորին է ուզում որ փրկվեն, բայց նման մարդը չի կարալու, որովհետև իր ուշքի միտքը կեղծավոր ու նենք բաներն է, օրինակի համար եմ ասում։ Բայց եթե մարդը չիմանալով, չհասկանալով կամ չպատկերացնելով որոշակի բաներ անում, որ Աստծո դեմ է, դա ուրիշ ձև է, Աստված իրան բերելու է ճիշտ ճանապարհ։ Սրանք տարբեր բաներ են։ Առաջին Հովհաննեսի 4-րդ գլխի 18-րդ տողում
գրված են խոսքեր, սիրո մեջ վախ չկա։ Այո։ Կարող է Աստծո հանդեպ սերը երբեմն բացասաբար ազդել մարդու Աստծո հետ հարաբերության վրա, այսինքն մարդը սխալ ընդունի Աստծո հանդեպ սերը, սխալ օգտագործի, ասենք ասենք։ Իհարկե մարդը կարող ամեն ինչ անի, ամեն ինչ մարդուց ել եմ կրկնում, շատ անգամներ եմ ասել, մարդը ամեն ինչ հնարավոր։ Բայց նույնիսկ այդ կոնտեքստը նկատի ունի Աստծո վախի հետ համատած Աստծո սերը։ Այլ Աստվածաշնչում շատ տեղեր ա գրած, հարյուրավոր տեղեր, որ մի վախեցի, ես քո հետ եմ։ Հա։ Այդ Աստված նկատի ունի մի վախեցի ինձանից, ես քո հետ եմ։ Նկատի ունի դա։ Ընդհանրապես մի վախեցի, ոչ չարից վախեցի, ոչ իրադրությունից վախեցի, ոչ մի բանից մի վախեցի, ես քո հետ եմ։ Դու ամոթով չես մնա։ Ես վստահելի եմ, հավատա ու վստահ ինձ։ Սա միշտ այդ հարյուրավոր տեղերը Աստվածաշնչում Աստված ասում է, բայց նկատի չունի դա Աստծո վախի հետ, որովհետև Աստծո վախը դա դրական բան է։ Այդ երկյուղը Աստծո նկատմամբ դա դրական է, դա մեզ շինող է, դա մեզ տանում է դեպի իմաստության։ Բայց վախը սատանայից, վախը իրադրությունից, վախը մարդկանցից, չգիտեմ ինչ, սա կործանարար է, սա նեգատիվ է։ Դրա համար տարբեր բաներ են, բայց վերադառնամ հարցին։ Աստծո սերը այդ վտանգը, որ Աստծո սիրուց մարդը կարա կորցնի, ասենց ասած Աստծո վախը, կամ երկյուղը։ Չի ասի, որ էդի դա է։ Չի ասի, որ ինչքան խորը մարդը գիտակցեց Աստծո սերը կամ ճանաչեց Աստծուն որպես սեր։ Նա ավելի շատ է ակնածանքով լելու Աստծո նկատմամբ ու ավելի շատ է ինքը լցվելու Աստծո վախով։ Իսկ եթե ասենք մարդը, այսպես ասած, ինքան է սիրում, որ Աստծուն պապաս, այս հասարակացրած վերաբերմունքի ա գալիս, այս դեպքում ինչ կա։ Դե դա կարա շեղման բերի, դա կարա ոչ ճիշտ, դրա համար եմ ասում, մենք երբևիցե պետք է ոչ մի իրադրության մեջ պետք է չկորցնենք մեր հասկացողությունը ու մեր գործ ունենք։ Այո, Աստված մանր մեր, կենցաղային նույնիսկ մեկ-մեկ, ընձև իր սերը ցույց է տալի մեզ, իր հոգատարությունը։ Մենք ուղղակի գոհ շնորհակալ ենք լինում իրանից։ Նույնիսկ երբ որ ինքը հանդիմանում է մեզ, մենք ուրախությամբ ենք ընդունում դա, որովհետև Աստված գիտի ինչ ձև մեր այդ գործի։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետքա մի կողմ դնենք մեր երկյուղը Աստծո նկատմամբ, ոչ, իհարկե ոչ։ Ընդհակառակը իմ կարծիքով, ինչքան մենք Աստծուն ճանաչում ենք, այնքան մեր հարգանքը Աստծո նկատմամբ ավելի է լավանում, ավելի է խորանում ու մեր Աստծո երկյուղը ավելի է ամրանում։ Ու դա շատ լավ է։ Բայց մարդը կարա սխալ պատկերացում ունենա, մի պահ չհասկանա իր վիճակը ու Աստծուն վերաբերվին այնց ոնց որ ինքը վերաբերում է իր ընկերոջը։ Շատ հասարակ, շատ մտերիմ հարաբերության մեջ ենք Աստծո հետ։ Էսի վտանգավոր է։ Էսի լավա մենք ճիշտ ենք այդտեղ։ Մյուս կողմից միգուցե մարդը լավ չհասկանալու վիճակը ցանկանում է տենց ցույց տալ չակերտավոր ասած հոգևոր իր բարձունքը, որ մտերիմ շատ ավելի մտերիմ հարաբերության մեջ է Աստծո հետ, բայց եթե ես միգուցե սխալվում եմ, բայց իմ կարծիքով սա չի Աստծո հետ մտերմության չափանիշը։ Ոչ։ Ընդհակառակը։ Ինչքան մարդ մոտենում է Աստծուն, այնքան հասկանում է իր մեղսալի վիճակը, այնքան հասկանում է Աստծո մեծությունը, այնքան ինքը ավելի է ակնածանքով դեպի Աստված լինում։ Օրինակ, դա շատ ակնառու երևում է Պողոս առաքյալի թղթերի մեջ։ Սկզբից ինքը սես էր, հետո ինքը դառնում է մեղավորների եսիմ, ինչ առաջի մեղավորը, այդ էվոլյուցիան մենք տենում ենք իր թղթերի մեջ։ Այսինքն
Ինչքան մենք մոտենանք կատարյալ լույսին, ինչքան մենք մոտենանք Աստծուն, այնքան մենք լրիվ ուրիշ ձև ենք պատկերացնում ամեն ինչ։ Այո։ Եթե իրականում ենք մենք մոտենում, այլ ոչ թե թեորիապես ենք մոտենում։ Մարդը կարա երկու համալսարան ավարտի, իրար հետևից 10 տարի սովորի, ասպիրանտուրա, դոկտորական, թեորիապես ինքը շատ զինված լինի, արդեն էլ այդպես թեմա չլինի, որ ինքը չի ուսումնասիրել, բայց դա Աստված ճանաչություն չի։ Հա։ Տարբեր բաներ են։ Իրական Աստված ճանաչությունը բերում ավելի խորը երկյուղի։ Աստծո երկյուղը ինչ ազդեցություն ունի ներքին մարդկանց միջև, ներքին հարաբերությունների վրա, ընտանեկան հարաբերությունների վրա։ Անմիջական ներգործություն ունի, որովհետև եթե մարդը քայլում է, ապրում է Աստծո ներկայությունում, ոնց որ ենովքներ ապրում Աստծո հետ, դա մենակ եկեղեցում չի, դա միմիայն, չգիտեմ, իրա սենակում չի, դա ամեն տեղ այդ մարդը հասկանում է, որ Աստված իրա հետ է, որ Աստված ամեն ինչ տեսնում է, ու Աստված հետևում ամեն ինչ։ Ու Աստված ակնկալիք ունի, որ մենք իրա ուզածով կանենք ամեն ինչ, ոչ միայն իրա հանդեպ, այլ նաև մեր մերձավորի հանդեպ, որտեվ Պատվիրանը հենց դա է ասում. սիրի քո մերձավորին, ինչպես դու քեզ ես սիրում։ Սիրի Աստծուն, բայց երկրորդը։ Այսինքն Աստված ակնկալում է, որ դա մենք կանենք ցանկացած տեղ, գործի տեղը, եկեղեցում, ընտանիքում, հաճախ ամենաշատ չարվող տեղը, որ մարդը թուլանում է, իր տունն է։ Հա։ Էլի գործի տեղը քարոզից բանից ոնց որ թե բան ալնում, որ հա գործի տեղին գոլեգաների նկատմամբ սենց եմ, մի 8 ժամ կարա ձգի։ Տունը թուլանում է, տունը ասում է եղել են, ես միգուցե ուրիշ հաղորդումների մեջ եմ ասել, եղել է այդպես իրավիճակ, երբ որ մարդն ասում է, հա, երեխուս անպատվեցի, բայց ես ուրիշին բան չեմ արել, չէ՞։ Ինչ մեղք եմ գործել։ Երեխես է, իմ երեխեն չի։ Հա, բայց քո հոս բանը չի, սեփականությունը չի։ Երեխան նույն ձևի մարդ է, նույն ձևի քո մերձավորն է։ Դու նույն ձև պիտի իրան սիրես։ Ու չափը չանցնես, նույն ձև։ Նշի որ ծնողը իրավունք ունի երեխուն անպատվի ու դա չի համարվում անպատվություն։ Այդպես չի։ Կանք եկեղեցիներին, քո կարծիքով եկեղեցիներում այսօր ավելի շատ որն է քարոզում, Աստծո երկյուղը թե Աստծո սերը։ Դե միգուցե Աստծո սերն է շատ քարոզում, բայց դա նորմալ է ինչ որտեղ, որովհետև օրինակ ասեմ, իհարկե շատ կոպիտ օրինակներ, բայց շատ պատկերավոր։ Օրինակ իմ տան մեջ ես կարող ունենամ մի հատ շատ սիրուն դիզայն, մի հատ, չգիտեմ, վազա, կամ մի հատ ինչ որ իր, կամ նկար, շատ սիրուն։ Հարց, իմ տան այն կարևոր ֆունկցիաները դա է կատարում։ Իհարկե ոչ։ Այն կարևոր ֆունկցիան կատարում է, ասենք, ջերուսման սարքը, կամ ասենք, էլ ինչ է, այդ էլեկտրականության այդ տուփը, որ ապահովում է իմ ամբողջ տան, կարևոր ֆունկցիաները դրանք են անում։ Բայց երբևիցե ես որ մարդ գա մեր տուն, ես չեմ ասի, մա տարեթանք այդ ջերուսման սարքը տես, այդ սարքը բացեմ, ասեմ, հələ մեջի այդ խողովակները տես ինչ սիրուն sense շատ կոպիտ օրինակ ասցի, նույնը ավտոմեքենան ասենք, ավտոմեքենայի մարդը տեսքն է նայում, կոմֆորտն է նայում, ինչ որ տվյալներ է նայում, որ գնում է այդ մեքենան, այլ ոչ թե ասենք մեջի շնուրները կամ մեջի, որ շատ կարևոր դեր են խաղում այդ ավտո կամ անիվների արգելակող այդ համակարգը, դա տենց է։ Ուզեմ ասեմ, կա կարևոր բան, որ ֆունկցիոնալ առումով շատ կարևոր է, բայց դա չես դու քարոզում։ Հա։ Իհարկե Աստծո վախի մասին էլ պետք է քարոզի ու քարոզվում է, բայց ոչ այդքան ինչքան Աստծո սիրո մասին։ Որտեւ ամեն դեպքում մարդը երբ որ խնդիրների մեջ է, ինքը կարիք ունի սիրո։ Հա։
ու իրոք Աստծո սիրուն ենք մենք հանդիպում այն սկզբից այդ վերաբերմունքին այդ օրինակ եկեղեցին որ մարդը գալիս հանդիպում է մեր վերաբերմունքին եթե դա լավ ձևով է լինում մարդը տպավորված է լինում ուղղակի sense էդի կարա կյանքեր փոխի այո դրա համար ինչ որտեղ դա նորմալ է որ ավելի շատ Աստծո սիրո մասին է քարոզվում բայց քարոզը մի բան է վարդապետությունը մի այլ բան է ու հոգևոր կյանքը ուրիշ բան է այսինքն դրանք իրար հետ կապված են իհարկե բայց հոգևոր կյանքում իհարկե կարևորն է այդ Աստծո երկյուղը իհարկե բայց ես էլ երբ որ մեկին ավետարանում եմ ավելի շատ մենք խոսում ենք որ Աստված սեր է բայց նաև ասում է ու դա էլ լավ տեղ ունի որ կա դժոխք կա դրախտ ամեն դեպքում կողմնորոշվել է պետք ամեն դեպքում պետք է ընտրություն մարդը անի իսկ այ ասենք բայց հանգարց կներես հանգարց տպավորություն չլինի որ ես դեմ եմ որ Աստծո վախի մասին քարոզվի իհարկե ոչ բայց վիճակագրությունով ընդհանուր առմամբ Աստծո սերը ավելի շատ քարոզվի ըստ իս այ քարոզում Աստծո սերը թե քարոզում Աստծո վախը երկու դեպքում էլ դրանք ինչ արդյունքներ կարան բերեն որն են դրանց արդյունքները կարան լինեն արդյունքներ որոնք հակասեն կամ չեմ կարծում նորմալ պետքա չհակասեն դրանք իրար լրացնող բաներ են որտեղ Աստծո հատկությունները կամ Աստծո նկատմամբ մեր վերաբերմունքը պետք է չհակասի իրար երբևիցե մենք պետք է չասենք հիմա Աստված սեր է թե Աստված Աստծուց վախենանք հիմա պետք է վախենանք թե չվախենանք սրանք իրար լրացնող բաներ են այլ ոչ թե իրար հակասող կամ իրար դեմ բաներ դրա համար ինչ արդյունքներ կտա էդի կապված է մի քիչ քարոզողից կապված է լսարանից եւ այլն եթե այդ հանգամանքները հաշվի չառնենք նույն ձև լավ արդյունք կարա տա նույն ձև որովհետեւ Աստծո վախի մասին շատ է գրած Աստվածաշնչում շատ է գրած դրա մասին այսինքն միանշանակ չէ որ ամենայն դեպս պետքա միակողմանի Աստծո սերը մնալ քարոզվի ընդհանրապես ոչ մի թեմա միակողմանի պետքա չքարոզվի միշտ պետքա հավասարակշռված լինի այդ դրանում է տարբերությունը քարոզների քարոզը իհարկե դա վարդապետություն չի դա ուղերձ է բայց այդ ուղերձն է պետքա լինի հավասարակշռված ըստ իս եթե մի խոսում Աստծո սիրո մասին մի ձև այդ քարոզում պետքա հավասարակշռվի որ չափը մարդիկ չանցնեն կամ էլ եթե տեղական եկեղեցում գիտեն ինչի մասն է խոսքը կարա մի քիչ տարբեր լինի ամեն եկեղեցի իրարից միշտ տարբեր լինի այսինքն իրանք արդեն գիտեն ինչ կոնտեքստում է դա ասում Արզա շնորհակալ եմ Արտուր այսօր մեր հարցերը վերջացան սիրելի բարեկամներ այսքանը այս թեմայի շուրջ հույսով ենք որ մեր քննարկումը օգնեց ձեզ բացահայտեցիք ձեր համար նորույթներ կամ ստացակ հարցերի պատասխաններ հետևեք մեր հաղորդումներին հետևեք մեր YouTube-յան էջին որտեղ կարող եք տեսնել նոր հաղորդումներ տարբեր թեմաներով իհարկե կարող եք նաև ձեր հարցերը գրել մեզ մենք սիրով կպատասխանենք կազմակերպենք նոր հաղորդում եղեք օրհնված կհանդիպենք հաջորդ անգամ Տեր օրհնի